Պատվարժան դատարան, ճիշտ ասած, անսովոր ենք համար զարմանում եմ, թե մեղադրող կողմը ինչպես է բացառում նման հնչեղության և նման պատասխանատվություն կրող և արտահայտություններ անող մարդկանց, այստեղ հրավիրել է վկայություններ տալու։ Ուրեմն քննչական կոմիտեի ղեկավարը փաստացի ասել է մարդը, որ իմ ձեռքով գրված ահաբեկչության պլան գոյություն ունի։ Ես չեմ զլանալու դարձյալ կրկնել, ովքեր ուզում են ձանձրանան, թող ձանձրանան։ Դա շատ կարևոր առանցքային հարց է։ Ձեռագրաբանական որևէ քննություն չանցած տեքստ մարդը ասել է, որ իմն է։ Պարոն Մելիքյանը ասեց արդեն, ինչ միջոցով պիտի պարզենք, որ իմն է, թե իմը չի։ Այդ մարդը ուրեմն տեղեկություն ունի, չէ՞։ Ունի, թե չունի։ Վստահաբար ունի։ Թող գա վկայություն տա։ Հրապարակային որևէ նամակի գրության չի պատասխանում։ Խորհրդարանի ամբիոնից հնչած հարցին չի պատասխանում։ Որևէ ձևով չի պատասխանում։ Խուսափում է բոլոր տեսակից։ Դարձյալ պիտի կրկնեմ, փոխարենը հրավիրում է քննչական կոմիտե։ Ինքն է ռիսկ չունի, որ դեմ երես կանգնի ասիտը, իր գործին հանձնով ինչ-որ մեկին է ասում, չգիտեմ ովքեր են հիմա։ Փոխվել է իմիջիալոց, դա էլ է փոխվել։ Բա որտեղ պիտի պատասխան, բայց մարդը որտեղ պիտի պատասխանատվություն կրի իր հայտարարության համար։ Եթե ճիշտ է ասել, թող այստեղ հանրային վկայություն տար։ Այդ ինչով է ինքը անձեռնմխելի։ Ուրեմն մենք անձեռնմխելի չենք, որ մեր մասին ինչ ուզենա մարդը բերանը կբացի կասի, ինքը անձեռնմխելի է, որ իր ասածների համար պիտի պատասխան չտա։ Ես չեմ հասկանում ձեզ, հարգարժան մեղադրող։ Տրամաբանությունը չեմ հասկանում։ Ոչ էլ ոչ չեմ հասկանում։ Երկրորդ գլխավոր դատախազը թե ամբիոնից, թե հմեկով, հանրային հեռուստատեսությամբ հայտարարություններ արել մարդկանց կյանքից զրկելու համար, նույնը քննչական կոմիտեին, մարդկանց կյանքից զրկելու մասին հայտարարություններ արել։ Մեղադրական գործում կա այդպիսի բան։ Թող գա վկայություն տա, միգուցե իրենք այլ տեղեկություն են այլ երկրներից։ Միգուցե ի վերջո գործակալական ցանցը չէ մեր երկրում գործում, հիբրիդային պատերազմի մեջ ենք, չէ։ Միգուցե ունեն։ Թող գան վկայություն տա։ Ինչո՞վ են նրանք պաշտպանված։ Ինչո՞վ։ Որ այս մարդկանցից յուրաքանչյուր ինչ-որ բան ասել, ես էլ ներառյալ Եվ էլի եմ կրկնում, յուրաքանչյուր ասացի համար պատասխանատու եմ ես, հանկարծ հայտնվում են կալանավայրերում, չգիտեմ որտեղ դատարաններում, բայց այդ մարդիկ բերանները բացում ինչ ուզում ասում են, եւ դեռ ես ուրիշ բան էլ կասեմ։ Երկրի վարչապետի պաշտոնը զբաղեցնողն էլ պետք է գա պատասխան տա, որովհետեւ ինչն է հանրային ներկայացուցիչը, եւ դեռ ավելի եվրոպական խորհրդարանումը հայտարարությունները կոնկրետ մեղադրանքներով, բա որտեղ պիտի այդ մարդիկ պատասխան տան, լավ որտեղ, եթե ոչ դատարանում, վկայի կարգավիճակով թող ներգրավեն կամ պատասխան տան, ուրիշ պաշտոնյաների էլ ասեն, նրանց չեմ ուզում անդրադառնալ, նրանք այդքան չկան, ոչ Արարատ Միրզոյան, ոչ սա, ոչ նա, հետ չի դրանց մասին խոսել, ես անընդհատ պնդել եմ, որ այս գործի մեղադրական այդ առաջին հատորը կամ ինչ-որ հատոր մեղադրական կազմված հսկայական ծավալով գրվածը չի լսվում։ Այս տեքստերը փորձաքննություն չեն անցել, ինչու չի լսվում։ Ուրեմն այն պաշտոնյաները, որոնք ուզում եք դեմքները ծածկեք, ուզում եք գախնի թող լինի, փակ թող լինի, ուզում եք առանձին թող լինի, ինչ որ ձևով։ Թող գան ասեն ինչու չի լսվում։ Իրենք են ջնջել դա, թե պարզապես չի լսվում։ Սրանք ինչով են, այսինքն մարդը կարող է ինչ որ մեկի կյանքի վրա խաղալ 18 հոգու, իրենց ընտանիքներով, զավակներով, խաղալ ամիսներով Եվ հետո պատասխանատվություն չկրել դրա համար որևէ ձևով, վկայություն չտալ, թե ինչպես է եղել։
Փաստորեն, եթե այդպես չլինի, քաջալերվում է մեր երկրում ինքնիրավչությունը, ով ինչ ուզում է թող անի։ Ես դեռ չեմ խոսում այն մասին, թե ինչ աղտ են լցնում մեր մասին, իմ մասին, եթերներով, ես դեռ դրա մասին էլ արդեն սովորել ենք դրա, համացանց չեմ ասում, համացանցը այլևս ուրիշ հարց, բայց եթերներով պաշտոնյաներ, պատվարժան դատարան, կզարմանաք, ես անցել անգամ որ ասում եմ տղամարդկության, մարդիկ այսօր այդ մարդիկ, ովքեր անմեղության կանխավարկածը ոտնատակ տված անցել են վրայից, հիմա դատական տարբեր վարույթներում են գտնվում, հրաժարվում են իրենց ասածներից, հրաժարվում են, բնորոշում են որպես քաղաքական, գնահատական և չգիտեմ ինչ է, դատավորներն էլ ասում են, այո, դուք իրավունք ունեք, այսինքն պաշտպանական կողմը, պարոն Կուդոյան, Տաթևիկ Սողոյան, այո, դուք իրավունք ունեք, բայց այսպես։ Հաստորեն որևէ ձևով քաղաքացին պաշտպանված չէ, մեզ մոռացեք։ Այդ մարդկանց անպատասխանատու անմեղության կանխավարկածը տրորող հայտարարություններով, որոնց ի վերջո պետք է միտեղ պատասխան տան, եթե ոչ դատարաններում, բա որտեղ։ Փողոցում, իրենց տներում, թե Աստծո առջև ապագայի կամ հենց հիմա, կա թե հիվանդություն կպատայի, թե մի բան կպատայի իրենց, թե ոտու ձեռից կընկնեն, ինչ կլինի, ինչ պիտի պատայի, որտեղ է դա, և հետևաբար, ինչպես նախորդ անգամ եմ ես պնդել և ասել եմ, սա ես կարծում եմ մարտավարություն եմ մեղադրող դատախազների կողմից, որ ուղղակիորեն գործը այսպես մեծացրած պատկերով ցույց տան, կներեք այդ բառիս համար, այսպես լղոզեն անցնեն վրայից, ոչ, պատվարժան դատարան, պետք է կոնկրետություն մտնի, և ես նախորդ անգամ, երբ մենք մեկնում էինք, ասացի, որ խնդրում եմ, որպեսզի այս ապացուցողական քննությունը մի քանի բաներից սկսենք, առաջին, գործի մեծ մասը չի լսվում, սա ինչքանով է վավերական, աշխարհում չկա նման դեպք, նույնիսկ մեկ նախ չի լսվում, քանի րոպեով չի լսվում, քանի վայրկյանով չի լսվում, այդ ամբողջ եղած խոսակցությունը, որ այսպես վերնագրել են չգիտեմ ինչ է, ամբողջ օրն են խոսել այս մարդիկ, ես էլ ներախ եմ ներողություն, թե երկու վայրկյան իրարից շփվել են, ոչ մի բան չկա գրված, քանի վայրկյան, քանի րոպե, քանի ժամ, ուրեմն պետք է դա նախ քննվի, ինչու են սրանք ջնջված, այո ես ասում եմ ջնջված, կրում եմ այդ պատասխանատվությունը, չեմ ասում չեն լսում, ջնջված, ուղղակի մաքրված, տեքստերը մաքրված, ով է արել դա, ինչու են արել, քանի որ փորձաքննություն չկա, ես այդ ինչ գնահատական ուզենամ կտամ, մոնտաժված տեղեր կան, հստակ մոնտաժված կտրված միացրած, քննել են սա, մեղադրող կողմը նայել է այդ հանգամանքները, չեմ կարծում իրենց պարտականությունը կարող են համարել դա, բայց պետք է որ նայեն։ Երկրորդ պարագան, հենց այդ գյուլելու պատմությունը, ներողություն նորից Սուրբ Մեսրոպ Մաշտոցին, 1000 ներողություն։ Կյանքիս մեջ շատ մեղքեր եմ գործել, բայց այս մեկը շատ է տանջում ինձ։ Հենց այդ գյուլելու փառահեղ պատմությունը ճակերտավոր, որը մինչև Եվրոպայի խորհրդարանը հասել, հմեկ, ել չգիտեմ որտեղները, լավ թողան պարզեն ում էին գյուլելու, հայերեն ասած, ում էին գնդակը արելու, թողան, հունվար 2, չէ, հունվար 2-ի տեքստը, թողան պարզեն, վկայություն տան, և երրորդ, ասվել է, որ իմ ձեռքով գրված է ահաբեկչության պլան, պետք է դա հանվի, դրվի սեղանին, նախ քննվեն, հիմնական հարցեր են սրանք, ինչ կապ ունի մնացած խոսակցություններ, ոչ մի, ում ահաջելի դա լսելը, ոչ մեկին, ինձ որ տղա ճաշար, բայց դրանք կոնկրետ հիմնավոր առանցքային փաստեր են, որոնց վրա կառուցվել է ամբողջ քարոզչությունը, ամբողջ նորից եմ կրկնում պատվարժան դատարան, ընդཐུպ մինչև հանրապետության կառավարության ղեկավար հմեկով Եվրոպայի խորհրդարան արտգործնախարարով եւ այն մնացածներն էլ չեմ ասում։
Հետևաբար ես պահանջում եմ, ոչ թե խնդրում եմ, իրավունքով եմ պահանջում, որ պաշտպանների ներկայացրած պահանջը միջնորդությունը ավելի ճիշտ տեղի ունենա, բավարարվի։ Այլապես ես ասում եմ, հայտարարել նորից եմ հայտարարում, պաշտոնապես հայտարարում եմ, այդ պաշտոնատար անձինք, ովքեր խոսել են այս գործի մասին, ներառյալ դատախազ գլխավոր, ներառյալ քննչական կոմիտե եւ մնացած բոլորը, ուղղակիորեն ստախոսներ են, զրպարտիչներ են, խաբեբաներ են, իրենք քաղաքական նպատակով ուղղակիորեն ծառայություն 15 հոգի մարդու կյանք իրենց ընտանիքներով հանդեպ մսխելու, այսքանը։ Եթե տեղի չունեցավ